Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այս թողարկման ընթացքում դիտեք։ Գլխավոր դատախազությունը կարծում է իշխանական CVKM-ի ընդդիմության հեղաշրջման պլանը հրապարակման հիման վրա պետք է քրեական գործ հարուցվի։ Ստահակների ձախողված հեղաշրջում։ Իշխանությունը դրա հավաստիությանը չի կասկածում, ընդդիմադիրները կարծում են իշխանության հեղինակածն է։ Վահագն Ալեքսանյանը երեկ գիշերը չի նստել է լուրջ դեմքով կազմել է այսպես թուղթը։ Ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցել այդ ամեն ինչին։ Իշխանության զավթելու կոչերի մեջ մեղադրվող Սամվել Կարապետյանը տեղափոխվել է ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։ Իր տեսակցությունները եւս սահմանափակվել են։ Продолжилось открытое судебное заседание по рассмотрению. Բաքվի ռազմական դատարանը կրկին Գյանջայի ռմբակոծության թեման է բացում։ Դատարանում հարցաքննվել է նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարի հաստատման մասին հայտարարվեց, արդյոք պայմանավորվածությունը պահպանվում է։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկին կհանդիպի եվրոպական առաջնորդներին, Թրամփի հետ հանդիպման ժամկետները հայտնի չեն։ Գլխավոր դատախազությունը կարծում է CVKM-ի ընդդիմության հեղաշրջման պլանը վերնագրով հրապարակումը պետք է դառնա քրեական գործի հիմք, այն ուղարկել են քննչական կոմիտե։ Ըստ իշխանական լրատվամիջոցի ծրագրվում էր Փաշինյանի իշխանության տապալումը մի շարք ոչ բռնի գործողությունների միջոցով։ Լրատվամիջոցը պնդում է, թե պլանը իր ձեռքում է հայտնվել ընդդիմության շարքերում իր աղբյուրներից, սակայն որևէ ստույգ հղում չկա։ Հրապարակումը մոտ 5 ժամ առաջ հայտնվեց իշխող ուժի կայքեջում, այն սոցցանցերում անմիջապես տարածեցին վարչապետն ու կինը։ Այդ ընթացքում ընդդիմադիրները պնդեցին, թե հեղինակը ոչ թե իրենք են, այլ հենց իշխանությունը, մեջբերեմ նոր ձերբակալությունների համար հող նախապատրաստելու նպատակով։ Գլխավոր դատախազությունը CVKM-ի ընդդիմության հեղաշրջման պլանը վերնագրով հրապարակումը ուղարկել է քննչական կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իշխող քաղաքացիական պայմանագրի լրատվամիջոցը CVK-ը ժամեր առաջ հրապարակել էր մի փաստաթուղթ, որը ներկայացրել էր որպես հեղաշրջման պլան։ Դրան կցված են նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եւ վեհափառ Հայրապետի կոլաժային լուսանկարը։ Իշխանական CVK-ը պնդել է, թե փաստաթուղթը ընդդիմության ներսում իրենց վստահելի աղբյուրներն են փոխանցել։ Մասնարարպես համաձայն հրապարակված լուսանկարների Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պլանը բաղկացած է 8 փուլից, որն իր մեջ ներառում է գաղտնի շրջան, ապա ներսից քայքայման, լուրջ ճնշման, տագնապի ազդանշանի, շարժման, որոշիչ, նոր ուժի ձևավորման փուլերից։ Ընդ որում որոշիչ փուլը, այսինքն շարժման գագաթնակետը ըստ հրապարակված լուսանկարի պետք է մեկնարկի սեպտեմբերի 20-ին եւ 21-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ըստ հրապարակված փաստաթղթի իշխանափոխության կարգախոսն է հեռացիր, որ ապրենք։ Պլանում նաև նշվում է, թե անհրաժեշտ է համոզել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հասնել հաշտության եւ միասնական աջակցություն ապահովել։ Իշխանական լրատվամիջոցի կողմից այսօր հրապարակված պլանում նաև կա առանձին կետ մարդկային ռեսուրս բաժնով, որտեղ հրապարակված են անուններ, դիմացը կոնկրետ մարդկանց թվականակով։ Այսպես Գագիկ Ծառուկյան 15-ից 20 հազար մարդ, Սամվել Կարապետյան 5-ից 8 հազար մարդ, Սամվել Ալեքսանյան 5 հազար մարդ, սակայն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դաշնակցության, արցախցիների, Գազպրոմի եւ այլ կառույցների անվան դիմաց ոչ մի թիվ չկա։ Իդեպ CVK-ի կողմից հրապարակված այս պլանը րոպեներ անց հայտնվեց իշխանության տարբեր ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերում։ Այս պլանով կիսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրելով. Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես ստահակների ձախողված հեղաշրջում։ Փաշինյանից բացի պլանով կիսվեց նաև նրա տիկինը Աննա Հակոբյանը։ Եթե որևէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաև հորդորում եմ ապաշխարել։ Ողորմելի եք, ցածր եք, պետական դավաճան եք, անհայրենիք եք, երկիր ծախող եք, օտարի ստրուկ եք, անբարոյական եք, պիղծ եք, արյուն ուրացող եք։ Սա նշանակում է մի պարզ բան, Վահագն Ալեքսանյանը երեկ գիշերը չի քնել։ Նստել է լուրջ դեմքով կազմել է այսպես թուղթը, ինքն իրանով տպել է, հետո սկանա արել, հետո դրել է իր CVKM-ում ու հրապարակել։ Սա ծիծաղալու է, պարզապես ես այդտեղ մեկնաբանելու բան չունեմ։
Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահ է, հրապարակված այդ պլանի հեղինակը հենց իշխանությունն է։ Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ այս քայլին հետևեն նոր ձերբակալություններ։ Իրավապահ համակարգի օգտագործումը, շինծ ու գործերի կարումը մարդկանց փորձեն կալանավորել, բայց իրանք տենց էլ չհասկացան, որ մեզ իրանց արշինով չափել պետք չի։ Մենք նման բաներից չենք վախենում։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի իրական պլաններին, ապա Հայկ Մամիջանյանի խոսքով այս պահին Հանրապետականի նախաձեռնածը իմպիչմենտի գործընթացն է, որին չի միացել ընդդիմադիր Հայաստան խմբակցության եւ ոչ մի պատգամավոր։ Իդեպ իմպիչմենտից բացի Հանրապետականն առաջիկայում խոստանում է նաեւ տեսանելի գործողություններ։ Կոնկրետ գործողություններ հիմա պլանավորել եք, ծրագրել եք դուք։ Ես արդեն իսկ ասացի, նախագահ Սարգսյանը ապրիլի 24-ին հայտարարել էր, որ արկա է ծրագիր փողոցային պայքարի, իսկ փողոցային պայքարը անվստահություն հայտնելու գործընթացի կարևորագույն բաղադրիչն է, առանց փողոցային պայքարի այդ գործընթացը պարզապես անհնար։ Վերաբերում են այն ժամկետների հետ, որոնք նշված են այս պլանում։ Ճիշտ ասած չեմ էլ նայել այդ ժամկետները, ոնց առաջինը նայեցի, մեկը սկսում էր Երևանից։ Գիտեք, փողոցային պայքարի իրականացումը ներառում է նաև ահռելի քանակությամբ ոչ տեսանելի աշխատանք, այսպես կոչված տնային աշխատանք։ Հանրապետականը այդ գործընթացները արդեն իսկ իրականացրել է ու վստահ եմ, որ մոտ ապագայում արդեն տեսանելի գործողությունների կանցնենք, դրանք ժամկետներ չնշեմ, դրանք բացարձակ միատեսակ գործողություններ չեն, որոնք ենթադրում են բացառապես մեծ հանրահավաքներ։ Իրենք իրենց մեջ ենթադրում են փոքրաթիվ մասնակիցներով ակցիաներ, որոնք շատ ավելի արդյունավետ են հաճախ լինում, քան մեծ հանրահավաքները եւ այլն եւ այլն։ Մանրամասներ չբացահայտեմ։ Եվ նաեւ մարդկային ռեսուրս է այստեղ նշվում, օրինակ Գագիկ Ծառուկյան 15000-ից 20000 մարդ պետք է ապահովի, Սամվել Կարապետյանը 5000-ից 8000 մարդ, եւ այստեղ Ռոբերտ Քոչարյանն է, նաեւ հետո Սերժ Սարգսյանն, Գազպրոմն է, բայց այստեղ թվեր նշված չեն։ Ինչու, որովհետեւ որն է պատճառը։ Քնել է երևի կեսից Վահագն Ալեքսանյանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանի առաջնորդած Հայաստան խմբակցությունում էլ կարծում են, որ իշխանության հրապարակած այս պլանը Նիկոլ Փաշինյանի վախերի հերթական դրսևորումն է։ Դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը եւս կարծում է, որ այս հրապարակմանը Փաշինյանի հրահանգով հետևելու են նորանոր ձերբակալություններ։ Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը կարող է այդքան անորակ փաստաթուղթ կազմել, անել հեղաշրջման պլան։ Դա Նիկոլ Փաշինյանի հերթական զառանցանքն է ու իր վախերի արտացոլանքը։ Իհարկե, նաև ակնհայտ է, որ փորձում է հող նախապատրաստի իրեն ներկայացնի հալածյալի կերպարով առաջիկայում նոր ձերբակալություններ սկսելու համար։ Այսինքն դուք կարծում եք սրանից հետո, այս պլանի հրապարակումից հետո լինելու են ընդդիմադիրների ձերբակալություններ, ինչ որ գործեր են հարուցվելու քրեականայով։ Կարծում եմ դա է նպատակը, որը ոչ մի արդյունք չի ունենալու, էլի, այսինքն պետք է ծիծաղել անցնել առաջ։ Ինչքան բռնի, որ մեկին բռնի։ Գործարաններ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանն առայժմ չեն արձագանքել հեղաշրջման պլանում իրենց հնարավոր ներգրավվածության մասին հրապարակմանը։ 5 օր առաջ կալանավորված Սամվել Կարապետյանի պահման վայրը փոխվել է Արմավիր քրեակատարողականից, նրան տեղափոխել են ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։ Որն է պատճառը։ Իշխանությունը զավթելու կոչերի մեջ մեղադրվող Ռուսաստանաբնակ միլիարդատիրոջն արգելել էին տեսակցությունները, բացառություն էին փաստաբանները։ Պաշտպանական թիմը Կարապետյանի շուրջ կայծակնային զարգացած իրադարձությունները վերլուծելով պնդում է, նա քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Իրավապահները կատարել են վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան ցուցումները։ Նախ վարչապետը գնահատական տվեց Կարապետյանի եկեղեցի իշխանություն խնդիրները լուծելու հայտարարությանը, որին անմիջապես հետևեցին իրավական ձևակերպումները։ Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին այսօր Արմավիրի բանտից տեղափոխել են ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, ինչն է պատճառը, որ 5 օր անց գործարարին բերել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։
Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակն այլ մանրամասներ չհայտնեց։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբն էլ դեռ որևէ հայտարարություն չի արել։ Կարապետյանը կալանավորվեց հունիսի 19-ին ու տեղափոխվեց Արմավիրի բանտ։ Նրա նկատմամբ խիստ ռեժիմ էր կիրառվել, սահմանափակված էին տեսակցությունները։ Այո, իր տեսակցությունները եւս սահմանափակվել են, ինչի համար եւս դրան պատասխան չունեմ, դատական ակտից դա որևէ կերպ հնարավոր չի ընկալել։ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, կառավարությանը տիրանալու հրապարակային կոչերի համար։ Նա վարչապետի թիրախում հայտնվեց հունիսի 18-ին հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Փաշինյանը վիրավորական գրառմամբ սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների ակտիվացած բարեգործներին ու դրանից հետո ոստիկանները գնացին Կարապետյանի առանձնատուն, նրան ձերբակալեցին, իսկ հետո կալանավորեցին։ Պաշտպանական խմբից Արամ Վարդևանյանն Ազատության հետ զրույցում պնդել էր, կատարվողը քաղաքական հետապնդում է։ Իրավապահները առաջնորդվել են վարչապետի ֆեյսբուքյան գրառումներով։ Ի սկզբանե ազդարարվեց, որ պետք է նախաձեռնվի քաղաքական հետապնդում եւ այն ի կատարածվեց։ Գործարարի պաշտպանական խումբը կալանքի որոշումը դեռ չի բողոքարկել։ Դիմել էին վերաքննիչ դատարան, բայց մեկ օր անց դիմումը հետ վերցրել։ Երբ հայտնի դարձավ, գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ Փաստաբանները հայտարարեցին, թե չեն վստահում։ Նրանց խոսքով ցածր վարկանիշ ունի դատավորը եւ քաղաքական որոշումներ կայացնողի համբավ։ Պաշտպանական խումբը հնարավոր է կալանքի որոշումը բողոքարկի Եվրադատարանում։ Միջազգային ատյանների գործիքակազմը եւս իրացվելու է։ Անազատության մեջ գտնվող միլիարդատերը կալանավարից ակտիվ քաղաքական ուղերձներ է հղում, վերլուծում իշխանության գործունեության հետևանքները։ Այսօրվա նամակում էլ անդրադարձել է խորհրդարանի իշխող խմբակցությանը։ Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի, ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի, չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին փոքրիկ խմբակը չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի։ Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը։ ՔՊ-ի այն անդաստիարակ հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները։ Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար եւս այս ամենը մեղմ ասած զզվելի տհաճ է։ Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ հայ ազգի նզովյալները։ Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու, պայքարելու ենք։ Սամվել Կարապետյանի ուղերձները ավարտվում են պայքարելու ենք կոչով։ Իշխանամերձ շրջանակները Ռուսաստանաբնագործարարին համարում են Կրեմլի պրոյեկտ Հայաստանում իշխանափոխության հնարավոր խողովակ։ Այս մեկնաբանությունները գործարարի եղբոր որդին Տաշիր խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը Ազատության հետ զրույցում մանիպուլյացիա էր որակել։ Եթե մեկը ինչ-որ քաղաքական գիծ է տեսնում, թող հաշվի առնեն մի բան, դա ուղղակի ինչ-որ հակազդելու գոնե փոքր նյութ գտնելու համար մանիպուլյացիա է, որպեսզի կարողանան ինչ-որ թերություն գտնեն ու իրենց ինչ-որ ձև արդարացնեն։ Ազատազրկված գործարարը ուղերձներից բացի գործնական քայլեր է անում։ Նրա նախաձեռնությամբ փաստաբանական խմբեր են ստեղծվել, որ անվճար աջակցեն այն մարդկանց, որ ապօրինի քրեական հետապնդման ու անարդարության զոհ են։ Իշխանությունը Կարապետյանի հայտարարությունից հետո հիշեց նաև Տաշիր գրուպի մաս կազմող ընկերությունների թերացումները։ Ազգային ժողովում կա Կարապետյաններին պատկանող հեծը ազգայնացնելու օրենքի նախագիծ։ Երկրի առաջին պաշտոնյայի անցած շաբաթվա այս հայտարարությունից հետո փնտրտուքը արդյունք չտվեց։ Շրջանառության մեջ նման նախագիծ դրված չէր, թիմակիցներն օրենսդրական այդ նախաձեռնությունից անտեղյակ էին։ Այսօր էլ վարչապետ Փաշինյանը պնդեց, էլեկտրական ցանցերը պետականացնելու պլանը պատրաստ է։ Առաջիկայում խոստացավ գործնական քայլեր։ Հիմա ինչի մասին է խոսքը, փորձել ենք դա ճշտել։
Ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հայտարարությունից ուղիղ մեկ շաբաթ անց Հայաստանի վարչապետը հայտարարում է. Հեցի պետականացման պլանը պատրաստ է։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան կարճ գրառմամբ նաև տեղեկացրել է. մեջբերեմ շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, որ գերատեսչությունն է այն մշակել եւ ինչպես է կառավարությունը Կարապետյանից վերցնելու բաշխիչ ցանցերը, վարչապետը ոչ մի մանրամասն չի հայտնել։ Մանրամասներ փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, բայց Նիկոլ Փաշինյանի խոսնակը զանգերին չպատասխանեց։ Կապ հաստատել չհաջողվեց նաև խորհրդարանի իրավասու հանձնաժողովների նախագահների հետ։ Իշխանական խմբակցությունից Հասմիկ Հակոբյանը միայն պարզաբանեց. խոսքը օրենսդրական նախաձեռնության մասին է, որով հեծը կանցնի կառավարությանը։ Նախագիծը դեռևս ֆրակցիայով չի շրջանառվել եւ առաջիկայում քննարկումների արդյունքում կկարողանանք արդեն ունենալ այնպիսի կարծիք, որը կարող է կիսվել նաեւ լրատվամիջոցների հետ, բայց օրինական ճանապարհով գնալ է նշանակում պլանը։ Ֆրակցիայի շատ անդամներ բնականաբար մասնակցություն ունեցել են այդ նախագծի ստեղծմանը եւ բնականաբար առաջիկայում նաեւ ամբողջ ֆրակցիան կունենա դա քննարկելու հնարավորություն, ապա նաեւ կներկայացվի նախագիծ, ինչպես արվում է ցանկացած նախագծի դեպքում։ Հեծը պետականացնելու մասին կառավարության ղեկավարը հայտարարեց, երբ անցած շաբաթ Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը խոսեց եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործում իր հնարավոր մասնակցության մասին։ Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն ժամերին Facebook-ում կարծիք էր հայտնել, թե էլեկտրական ցանցերը պետականացնելու պահը հասունացել է։ Մեկ ժամ էլ չանցած Փաշինյանն արդեն պնդել էր, գնալու են հենց այդ ճանապարհով։ Ավելին անգամ հայտարարել, թե ազգային ժողովում այդպիսի նախագիծ է շրջանառվում, ինչն անգամ իր թիմակիցներին էր զարմացրել։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ ազգային ժողովում արդեն կա նախագիծ, օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է։ Հեծը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ։ Ինչի մասին է խոսքը։ Ով էր ասում։ Վարչապետը երեք հայտարարեց, որ նախագիծը շրջանառվում, ինչ նախագիծ։ Ազգային ժողովում հեծը պետականացնելու մասին ճիշտ է, հիշում մեջբերումը, ես ծանոթ չեմ նման նախագծի, ճիշտն ասած։ Միգուցե կառավարությունում է շրջանառվում, միգուցե հա, չգիտեմ։ Չնայած այս թնջուկին անցած շաբաթավերջին ոլորտը համակարգող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը եւս Ազատությանն ասել էր. պետականացման գործընթացից հետ քայլ չեն անելու, բայց կրկին առանց մանրամասնելու, թե որ կառույցն է մշակում Կարապետյանի սեփականությունը վերցնելու ծրագիրը։ Քաղաքացիական օրենսգրքով քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականության պետականացումը կատարվում է օրենքի հիման վրա։ Սեփականության իրավունքը դադարեցնող օրենքն ընդունելու դեպքում դրա հետևանքով սեփականատիրոջը պատճառված վնասները, այդ թվում գույքային արժեքը, հատուցում է պետությունը, իսկ վնասների հատուցման մասին վեճերը լուծում է դատարանը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով կառավարությունը Կարապետյանից բիզնեսը կխլի առանց փոխհատուցելու։ Այս կառավարությունը ենթադրում է, որ այդ փոխհատուցումը չի տրամադրելու, այլ ենթադրենք այլ ենթադրյալ խախտումների դիմաց այսպես հաշվանցում են անելու եւ գումար չտան, ապա դա իր հերթին բավականին լուրջ նոր դատական արբիտրաժային վեճեր է ստեղծելու Հայաստանի կառավարության համար։ Մենք արդեն իսկ նման փորձ ունենք դրա վառ ապացույցը Զանգեզուրի բրոնզամոլիբդենային կոմբինատը, որի սեփականատերից մեկը Հայաստանի կառավարությունը դատի է տվել եւ հիմա դա արբիտրաժային դատարանում քննարկվում է։ Այս գործընթացն ըստ Պարսյանի ունի բացառապես քաղաքական ու անձնական շարժառիթ, որը մեծ հարված կհասցնի Հայաստանի էներգետիկ համակարգին։ Նշեմ նաեւ, որ հեծը ունի բավական լուրջ ֆինանսական նաեւ պարտավորություններ, կառավարությունը դա պետք է հաշվի առնի։ Հեծի բաժնետոմսերը գրավադրված է մի շարք միջազգային վարկային կազմակերպություններին։ Դրանից բացի անցած տարի հեծը մի քանի անգամ պարտատոմսեր թողարկեց, բացի այդ ներքին մի շարք այլ ֆինանսական պարտավորություններ ունի։ Ես վստահ եմ, որ կառավարությունը խորամուխ չի եղել այս հարցերում, ուղղակի զգացմունքային քաղաքական այսպես փորձում է եղել։ ՔՊԱ-ականները պնդում են, թե հեծի առաջացրած խնդիրներն արդեն մի քանի ամիս է իրենց ուշադրության կենտրոնում են, եւ Սամվել Կարապետյանի հայտարարության հետ այս գործընթացը կապ չունի։ Մինչդեռ նախկինում իշխանականները բաշխից ցանցերի հետևանքով առաջացած խնդիրներից խոսել են, հերքելով լուրերը, թե իրենք ընկերությունը Կարապետյանից խլելու մտադրություն ունեն։
Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանի և նրա եղբոր Սեյրան Դարփինյանի նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել։ Դարփինյաններին առնչվող խոշոր չափերով փողերի լվացման գործի հիմքում Վանաձորի մաքրման կայանի գրեթե 20-ամյա վաղեմության թալանի դեպքն է, որի քննությունը 6 տարի առաջ է վերսկսվել, բայց նախկին քաղաքապետի համար այդ քննությունը հետևանքներ չի ունեցել։ Փողերի լվացման մեղադրանք նրան առաջադրվեց միայն օրերս։ Մամուլը այդ գործի նկատմամբ հետաքրքրությունն ու նախկին պաշտոնյայի մեղադրանքն ուղիղ կապում է կալանավորված Սամվել Կարապետյանի աջակցության հետ։ Անցած շաբաթ, երբ քննվում էր Ռուսաստանաբնակ Կարապետյանի խափանման միջոցի հարցը, Սամվել Դարփինյանը ևս դատարանի բակում էր։ Նրա փաստաբանի հետ այսօր կապ հաստատել չի հաջողվել, իսկ դատախազության փաստարկները սրանք են։ 2010-11 թվականներին հանդիսանալով համայնքի ղեկավար, իր հետ փոխկապակցված ընկերության հետ համայնքի անունից կնքել է մաքրման կայանի առանձնապես խոշոր չափերի խողովակները ապամոնտաժելու պայմանագիր, որից հետո յուրացման եղանակով հափշտակել է նույն մաքրման կայանի խողովակաշարը։ Այն օգտագործել է իր և իր ընտանիքին պատկանող հեկի շինարարության մեջ։ Նշված խողովակների ձեռքբերման օրինական տեսք տալու նպատակով կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպել է իբրև ձեռքբերում, այդ կերպ խեղաթյուրելով գույքի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակն ու իրական պատկանելիությունը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Продолжилось открытое судебное заседание по рассмотрению. Բաքվի ռազմական դատարանը կրկին Գյանջայի ռմբակոծության թեման է բացում։ Դատարանում հարցաքննվել է նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատման մասին հայտարարվեց, արդյոք պայմանավորվածությունը պահպանվում է։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկին կհանդիպի եվրոպական առաջնորդներին, Թրամփի հետ հանդիպման ժամկետները հայտնի չեն։ Վարչապետը եկեղեցականների կարգալուծության թեմային խիստ հետևողական է։ Կաթողիկոսին հեռացնելու մոտ 1 ամիս շարունակվող իշխանական պահանջը նրա ֆեյսբուքյան էջում ամեն օր նորանոր դրսևորումներ է ստանում։ Գործնական քայլից հայտարարվել է կաթողիկոսի փոփոխության համակարգող խորհրդի ձևավորման մասին, արդյոք հնարավոր է կաթողիկոսին հեռացնել կառավարական շենքի որոշումներով։ Վարչապետ Փաշինյանը հակակաթողիկոսական արշավում այսօր արդեն ննջարանային ոլորտի գրառումներ է արել, նաև ընդլայնել այն հոգևորականների շրջանակը, որոնց սովորաբար վատ բառերով է բնորոշում։ Մինչդեռ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ամեն օր ծնկի եկող ու աղոթող հավատացյալ էր, ծոմ ու պահք պահող։ Ես հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով է լսում մեր սուրբ պատարագի ելևէջներն ու ուղերձները։ Եկեղեցու հետևորդ Փաշինյանը զատիկ է հռչակում ամռանը, հավատավորներին ու բարեպաշտ հոգևորականներին առաջարկում զատվել ուխտադավ հոգևորականներից։ Նա հորդորում է թե քաղաքացիներին ու թե հոգևորականներին բարձրաձայնել, որ վեհարանը պիտի ազատվի։ Արդեն հայտնի է Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի փոփոխության համակարգող խմբի ձևավորման փուլին է հասել։ Հանդիպում է խմբի պոտենցիալ անդամների հետ։ Նրա խոսնակն այս թեմայով մեր հարցերը անպատասխան է թողնում։ Վարչապետն ինքն այս շարժման գլխավոր կոչն ու կարգախոսը արդեն ունի։ Կտրիչ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ վեհարանից, վեհարանը վեհի։ Բայց իշխանությունն առայժմ չի բացահայտում, թե ինչպես են հասնելու կաթողիկոսի փոփոխությանը, եթե այդ բանն անել կարող են միայն մայրաթորի ներսում։ Ազգային եկեղեցական ժողովն էլ կամ պետքա հրավիրի օրվա կաթողիկոսը, կամ էլ եպիսկոպոսների, ասենք, 1/3-ը։ Զրուցակիցս նախկին կուսակրոն Աբեղայ է ներկայանալ չցանկացավ, սակայն մայրաթորում պաշտոն է զբաղեցրել եւ լավատեղյակ է հոգեվոր ու ոչ այնքան հոգեվոր անցուդարձին։ Թեպետ իշխանականները պնդում են, որ էջմիածնականներն իրենց շարքերում ընդվզողներ ունեն, սակայն զրուցակիցս բացառում է, որ որևէ եպիսկոպոս վեհափառի դեմ դուրս կգա։ Հիմա այս երիտասարդ եպիսկոպոսները բոլորը ներկա կաթողիկոսի կողմից ձեռնադրված մարդիկ են, որ երբեք իրենք այս կաթողիկոսի դեմ դուրս չեն գա, որտեղ նրան են պարտական, որ դարձել են եպիսկոպոս։ Հատկապես, որ ըստ նախկին Աբեղայի մայրաթորի կուսակրոն հոգևորականները այդ խնդրահարույց ուխտը համատարած են խախտում։ Ներսում համարյա մաքուր մարդիկ չեն մնացել։ Հիմա այդ բոլոր ընդվզողների համար կոմպրոմատներ ունեն հավաքած էջմիածնում։
Նախկին կուսակրոնաբեղան կուսակրոնության ուխտ պահելը անտրամաբանական է համարում, բացատրում է դա ներմուծվել է վանական կյանքով ապրողների համար, բնակավայրերից հեռու վանքերում փակված տղամարդիկ կարող էին շանս ունեին կուսակրոն մնալու, բայց այժմ Հայաստանում վանական կյանքով ապրողներ չկան, ուստի կուսակրոնության ուխտը անիմաստ ու անհնար է պահել զրուցակցիս պնդմամբ։ Ամբողջ օրը մարդկանց հետ շփման մեջ հնարավոր չի մնալ կուսակրոն, եւ դա առողջական տեսակետից էլ ճիշտ չի։ Կարծում է եկեղեցին պիտի վանական կյանքին հրաժեշտ տալով կուսակրոնության պարտադիր պայմանին էլ հրաժեշտ տար, վերադառնար այն կանոնին, երբ հայ կաթողիկոսները ամուսնացյալ էին, բայց ըստ նախկին հոգևորականի Էջմիածնում համարձակություն չեն ունեցել եւ այժմ թակարդում են հայտնվել մի ուխտի, որ անհնար է պահել։ Մարդիկ թող ամուսնանան, ընտանիք ունենան, ոչ առողջական խնդիր ունենան, ոչ էլ sense խայտարակվեն, նորմալ ընտանիքով հասնեն կաթողիկոսության։ Ներքին այս հարցը եթե ավելի վաղ լուծեին, այժմ հանրային այս աղմուկը չէր լինի։ Նախկին հոգևորականը սակայն վստահ է Նիկոլ Փաշինյանի արշավը հենց հիմա քաղաքական է, ոչ թե հոգևոր։ Հիմա ինքը իր քաղաքական նպատակահարմարություններից դրդված է դա անում։ Լուծում կա եւ այն դարձյալ եկեղեցու ներսում է, ոչ թե կառավարական շենքում։ Եկեղեցու վարկը հեղինակությունը փրկելու համար հանգստյան կոչվի, օրինակ, դա տարբերակ, ինքը հանգստյան կոչվի, ընտրեն աթոռակից կաթողիկոս եւ այդ աթոռակից կաթողիկոսը վարի եկեղեցու հարցերը մինչեւ իր մահը։ Սերը եւ խաղաղությունը թող լինեն մեզ եւ ամենքի հետ այսօր եւ միշտ եւ հավիտյանս ամեն։ Ամենայն հայոց կաթողիկոսը հեռանալու նշաններ ցույց չի տվել, եպիսկոպոսած դասից բարձրաձայն ընդվզող չի եղել, վերջին կոչը Էջմիածնից 3 էր, հայրենի երկրի իշխանություններ, դադարեցրեք հարձակումները։ Այլ թեմաների մասին Բաքվում երեկ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործի քննությունը, հարձակվել է նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որից Բաքվի զինվորական դատարանը դարձյալ փորձել է ցուցմունքներ կորզել 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի ռմբակոծության վերաբերյալ։ Հարությունյանը ըստ ադրբեջանական պետական Ազերթաջի հայտարարել է, թե ինքը չի տվել քաղաքը ռմբակոծելու հրամանը, քանի որ նման լիազորություն չի ունեցել, Արցախի բանակը Հայաստանի զինված ուժերի կազմավորում է եղել եւ իրենց զինանոցում բացակայել են Սմերջ, Տոչկա-ու եւ այլ ավերիչ զինատեսակներ։ Հարցեր են հնչել նաեւ Հայաստան հիմնադրամի գործունեության եւ Արցախին հարակից շրջաններում վերաբնակեցման ծրագրերի մասին։ Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը կարծում է, դատավարության նպատակը Հայաստանին ագրեսոր հռչակելն է, որը միջազգային ատյաններում նրա կարծիքով չի կարող ունենալ հաջողություն։ Ինքն էլ գիտի, որ մարդկանցության դեմ ուղղված հանցագործություն է կատարել։ Դա էթնիկ զտումն է, դա ցեղասպանության նախապատրաստումն է։ Դա շատ ծանր մեղադրանք է, որ Ադրբեջանը չի կարողանալու մարսել։ Որովհետև քանի տարի էլ որ անցնի, տեսեք Կիպրոսի օրինակ իր աչքի առջև Հուսեին Կիպրոսի։ Թուրքիան համաձայնվել է փոխհատուցել Հուսեին Կիպրոսի հույներին 41 տարի անց։ Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, չէ՞ որ 21-րդ դարում էթնիկ զտումը դա չափազանց ծանր հանցագործություն եւ չափազանց տեսանելի է։ Ադրբեջանը հասկանում է, որ այդ բեռը վերցրել է, այդ բեռը կրելու համար ինքը փորձելու է ստեղծել հակակշիռներ, նարատիվներ, կեղծ պատմություններ, որ հայերն են ագրեսոր եղել, իրանք ինքնապաշտպանվել են։ Այն ինչ որ այսօր ասենք անում է Իսրայելը Իրանի հետ կամ Ռուսաստանը Ուկրաինայի հետ։ Դա միջազգային հանրության մոտ հաջողության կհասնի, թե այսօր այդ հարցը հաջողության, որովհետև միջազգային հանրությունը միշտ մի հարց է տալի, իսկորեն 120,000 հայեր։ Իսկորեն նրանց պատմամշակութային կոթողները։ Եթե դուք նրանց իրավունքները հարգում եք, ինչու իրենք լքեցին։ Իսկորեն դատավարության ժամանակ, ասենք Ռուբեն Վարդանի կողքը նստած փաստաբանը։ Արայիկ Հարությունյանը երբ որ ցուցմունք է տալիս, ինչու նրա կողքը փաստաբան կանգնած չէ։ Այս ընդհանրապես մի քանի հարց է, այսինքն Ադրբեջանը այդ բերդակից չի կարող զգալ։ Շիփած ինքը արդյունքն է ներկայացնում, որ ահա դատավարությամբ հաստատվել է, որ ժամանակ է տրվել քաղաքացիական բնակչության վրա օգտագործել ռազմական ուժ։ Սա էլ ասում է Արայիկ Հարությունյանը։ Բայց հավատին նշանշի, որովհետև դա ասել է ճնշման տակ, անազատության պայմաններում, արտաքին աշխարհի հետ կապի բացակայության պայմաններում, դատավարության նկատմամբ մոնիտորինգի բացակայության պայմաններում եւ ի վերջո այնպիսի պետություն, որը համարվում է ավտորիտար երկիր, որին ուզում են դուրս շպրտել Եվրոպայի խորհրդից։ Այս ամբողջը կասկածի տակ կտնելու այդ դատավարության արդյունքն է։ Ստացվում է, ոչ թե միջազգային հանրության համար է դա անում, այլ անում է երկրի ժողովրդի համար։
Գործընկերներս ինձ փոխանցեցին քաղաքացիական պայմանագրի վարչության նիստը ավարտվել է, լրագրողներին հաջողվել է մի քանի հարց ուղղել իշխանականներին։ Նրանցից Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի կասկածում իր կուսակցության կայքի հրապարակմանը, թե իբր ընդդիմությունը հեղաշրջման պլան ունի, բայց Պաշտոնյան այդ մասին խոսում է ընդհանուր գծերով, պնդելով, թե 2018-ից ի վեր Հայաստանում նման երևույթներ նկատվել են։ Հարգելիներս, դա միայն մամուլում շրջանառվող տեղեկատվություն չի, դա այն իրողությունն է, որում մենք ապրում ենք, ու նվազագույնը 2018 թվականից սկսած, բայց 2020 թվականից սկսած տարբեր շրջափուլերով այդ ակտիվությունները տարատեսակ, այդ փորձերի մենք ակնհայտ տարբեր հատվածներում տեսնում ենք հասարակական կյանքում, տեսնում ենք լրատվամիջոցներում, տեսնում ենք տարբեր գործիչների խոսույթում եւ ակնհայտ այն process-ները, որոնք որ նկարագրվում են այդ փաստաթղթի մեջ, դրանք նոր չեն, դրանք այսպես ասած պլանավորված տարբեր խմբերի կողմից, որոնք որ համապատասխան պատրաստություն են անցնում, ամեն անգամ նմանատիպ փորձեր լինում են, որ ձախողված է լինելու որևէ նմանատիպ փորձ, կարծում եմ, հենց պարբերաբար մենք տեսել ենք 2023 թվականին հենց Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ընդունումից հետո ակտիվ ստեղ սկսեցին բաներ, խժդժություններ։ Հարգել այդ բոլոր process-ները 2020 թվականի նոյեմբերի 10-ին մենք այդ տեսել ենք մեր Այժմ էլ միջազգային անցուդարձին անդրադառնանք ու փորձենք հասկանալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած Իրան-Իսրայել հրադադարն արդյոք գործնականում կյանքի կոչվում է։ Ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Իսրայելը հայտարարում է իրանական նոր հարվածների մասին, Իրանը հերքում է։ Նախագահ Թրամփը հայտարարում է, որ հրադադարի ռեժիմը երկու կողմերն էլ խախտել են։ Իսկ հրադադարի հայտարարությանը նախորդել էր Միացյալ Նահանգների միջամտությունը Իսրայել-Իրան կոնֆլիկտին, նաև կատարում ամերիկյան ռազմաբազային Իրանի հարվածը։ Միացյալ Նահանգների նախագահը քննադատել է Իսրայելին եւ Իրանին այսօր առավոտից ուժի մեջ մտած հրադադարը խախտելու համար։ Դոնալդ Թրամփն ասել է, թե դժգոհ է Իսրայելից, որ խախտել է հրադադարը այն բանի համար, որ Իրանը մեկ հրթիռ է արձակել հրադադարի ուժի մեջ մտնելուց քիչ անց, որը նույնիսկ չի էլ հասել իր թիրախին։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իսրայելի պատասխանը շատ ուժեղ էր։ Նրանք երկուսն էլ խախտեցին հրադադարը, բայց Իսրայելը նույնպես խախտեց այն։ Գործարքը կնքելուց անմիջապես հետո Իսրայելը նետեց այնպիսի ռումբեր, ինչպիսին ես երբեք չեմ տեսել։ Ես դժգոհ եմ Իսրայելից։ Թրամփը կրկնել է, որ չի ցանկանում Իրանում վարչակազմի փոփոխություն, քանզի դա սովորաբար քաոսի է վերածվում։ Նաև հայտնել, որ իրեն զանգահարել է Ռուսաստանի նախագահն ու օգնություն առաջարկել Իրանի հարցում։ Մինչ այդ էլ նա սոցցանցում Իսրայելին կոչ էր արել պահպանել հրադադարը։ Ավելի ուշ արած մեկ այլ գրառմամբ էլ Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել էր, թե հրադադարն ուժի մեջ է եւ Իսրայելը չի հարված Իրանին, ոչ ոք չի տուժի։ Իրանը հերքել է, թե խախտել է հրադադարը, պնդելով, որ հարվածը եղել է հրադադարից առաջ։ Ըստ իրանական լրատվամիջոցների, ի պատասխան Իսրայելը հարվածել է Թեհրանին, ոչնչացնելով ռադարային կայանք, նաև հյուսիսային Մազանդարան նահանգի երկու քաղաքի։ Իրանն իր հերթին զգուշացրել է, որ ցանկացած հետագա ագրեսիա կոշտ պատասխանի կարժանանա։ Իսրայելը հաստատել է, որ հրադադարից հետո հարվածել է Թեհրանում գտնվող ռադարային կայանքի, նաև եւս երկու այլ հարված հասցրել։ Ըստ կառավարության հաղորդագրության, սակայն ԱՄՆ նախագահի հետ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է հարվածներից։ Իրանի եւ Իսրայելի միջև 12 օր տևած պատերազմից հետո Կատարի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը ուժի մեջ էր մտել այսօր առավոտյան։ Ժամեր անց այն բանից հետո, երբ Իրանը 3 հրթիռներ արձակեց Կատարում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։ Ի պատասխան նախորդ օրն Իրանի միջուկային գլխավոր օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների։ Հրադադարից հետո Դոնալդ Թրամփը կողմերին խնդրել էր պահպանել հրադադարը, նշելով, որ դրանից շահում են բոլորը, իսկ Իրանին ու Իսրայելին տևական խաղաղություն, անսահման հնարավորություններ եւ բարեկեցություն է սպասվում, եթե չշեղվեն, մեջբերում եմ արդարության եւ ճշմարտության ճանապարհից։ Իսրայելի կառավարությունը հայտարարեց, որ հրադադարի առաջարկին համաձայնեց այն բանից հետո, երբ հասավ իր նպատակին, վերացնելով Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի սպառնալիքը։ Բանակի խոսնակ Էֆի Դեֆրինն էլ ասաց, որ նույնիսկ հրադադարից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակում են սպառնալիքները վերացնելու եւ անհրաժեշտության դեպքում արագ հակահարված տալու համար։ בהמשך להנחיית הדרג המדיני
הפסקת האש נכנסה הבוקר לתוקפה. Այսօր առավոտյան կարելի է ասել, որ Իսրայելի պաշտպանության բանակը լիովին իրագործել է խոյացող առյուծ գործողության ընթացքում սահմանված բոլոր նպատակները։ הנחה את צה"ל לשמר רמת דריכות גבוהה. Մինչդեռ Իրանից հակասական տեղեկություններ էին ստացվում հրադադարի վերաբերյալ։ Իրանական հեռուստաալիքները հաղորդում էին, որ այն ուժի մեջ է մտել։ Արգոսնախարարն էլ ասել էր, թե մտադիր չեն շարունակել պատասխան հարվածները, եթե Իսրայելը դադարեցնի կրակը։ Աբբաս Արաղչին նաև ասել էր, որ հրադադարի շուրջ համաձայնություն չկա, ակնարկելով, որ Իրանի վերջնական որոշումը կախված է Իսրայելի գործողություններից։ Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ ողջունել է Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարը։ Եթե իսկապես հնարավոր է եղել հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Սա այն է, ինչին Ռուսաստանի Դաշնությունը կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից։ Այս ֆոնին ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը առանց ամերիկացի որևէ զոհի։ Ջեյ Դի Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի երկխոսությունը թե Իրանի, թե Իսրայելի հետ։ ԱՄՆ փոխնախագահը նաև հույս է հայտնել, որ Իրանը չի փորձի վերսկսել իր միջուկային ծրագիրը։ Մեկ շաբաթ առաջ Իրանը շատ մոտ էր միջուկային զենք ունենալու։ Հիմա Իրանը անկարող է միջուկային զենք ստեղծել իր ունեցած սարքավորումներով, քանի որ մենք դրանք ոչնչացրել ենք։ Սա շատ կարևոր է։ Այս ընթացքում Իսրայելի օդային տարածքը դեռ փակ է, բանակը հայտարարել է, որ վտանգի ռիսկը դեռ առկա է։ Կատարը եւ ծոցի մի քանի երկրներ բացել են իրենց օդային տարածքը, որ փակել էին 3 Իրանի հարվածներից առաջ։ Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսական հարվածներից Ուկրաինայում այսօր առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել են։ Ինտենսիվ հարվածները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին, որի շրջանակներում նախագահ Զելենսկին պատրաստվում է հանդիպել արևմտյան առաջնորդների, այդ թվում ԱՄՆ նախագահի հետ։ Ըստ դիվանագիտական աղբյուրների Ուկրաինայի նախագահն այդ հանդիպմանը մտադիր է քննարկել Ամերիկայից պաշտպանական զինամթերք գնելու, հատկապես օդային պաշտպանությունը ամրապնդելու հնարավորությունը։ Եվ վերջում Ազատություն ռադիոկայանի հեռարձակումը վերջին օրերին փոփոխվել է։ Մենք այսուհետ եթերում կլինենք միայն ռադիոհայով։ Եթե Երևանում եք Արմավիրում, Արարատում, Արագածոտնում կամ Կոտայքում, ապա միացեք 104.1 հաճախականությամբ։ Լոռիում լսեք մեզ 91.7, Շիրակում 106.6, իսկ Սյունիքում 106.7 ռադիոհաճախականություններով։ Մենք ուղիղ եթերում ենք ամեն օր առավոտյան ժամը 9-ին, ցերեկը 3-ին և 4-ին, իսկ երեկոյան 7-ին մեր ամփոփիչ թողարկումն է։ Եթե բաց եք թողել մեր ուղիղ եթերները, մեր բոլոր ռադիոհաղորդումները կարող եք գտնել azatutun.am կայքի podcast բաժնում։ Այս թողարկման համար այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։